Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկեմի YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր է եւ ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները եւ այսպես ժողովուրդ օրաթերթը գրում է. Փետրվարի 20-ին դատական համակարգը հավաքվելու է, ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ Վճարաբեկ դատարանի նախագահի հրամանով հրավիրվել է դատավորների ընդհանուր ժողով, նկատենք, որ օրակարգի մասին ոչինչ չի հրապարակվել։ Օրաթերթին ասած տեղեկությունների համաձայն դատական համակարգում պատրաստվում են Ակադեմիայի խորհրդի անդամի ընտրության, պետք է մեկ դատավոր ընտրեն քաղաքացիական դատարանից, իսկ մեկ դատավոր էլ քրեական դատարանից։ Պարզեցինք, որ թեկնածուներից մեկը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մակար Կիրակոսյանն է, մյուսը Լիլիթ Սարգսյանը, որն էլ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է։ Նրանց իհարկե մրցակիցներ կան, իսկ թե ովքեր են դեռ դատական համակարգում լռում են։ Իհարկե սա առիթ է մեկ անգամ եւս խոսելու դատական համակարգի մասին, մամուլի այս հրապարակումը Հայաստանի դատական համակարգը խայտառակ վիճակում է հայտնվել, իշխանությունները, որոնք դժգոհում էին դատական համակարգից, ասում էին արդարադատությունը կաղում է, դատարանները անկախ չեն, կան կաշառակեր դատավորներ, ինչը իրականություն էր, այսինքն այնպես չէր, որ դրանք կտրված էին իրականությունից, ասենք մենք սուպեր անկախ դատական համակարգ ունեինք, դատավորների շրջանում կաշառակերություն չկար, բայց սրանք եկան ու դատական համակարգը մեծ իմաստով սարքել են կվադրոբերների համակարգ եւ դատարանները այնպիսի աբսուրդ որոշումներ են կայացնում, դատարանները այնպիսի ապտակներ են ստանում, որ զարմանում ես, թե այդ ովքեր են այդ դատական համակարգում հավաքված, այդ ովքեր են այդ դատավորների մեծ մասը։ Դիցուկ օրինակ, այսինքն Վեհափար Հայրապետի դեմ կայացված այսպես կոչված վճիռը, որով իրեն պարտադրել են վերականգնել Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում, հետո վերականգնել են։ Կամ մեկ այլ օրինակով, որտեղ կարգալույց քահանաներին վերականգնել են որպես քահանա, սա խայտառակություն է, սա ամոթ է, սրանք որոշումներ են, խարաններ են, որոնք դատական համակարգի ճակատից երբեք չեն հանվելու, որքան էլ որ նրանք ջանք գործադրեն։ Այո, դատական համակարգում կան շատ քիչ թվով պատվարժան դատավորներ, բայց մեծ իմաստով սա խայտառակություն է եւ սա ուղղակի փտած համակարգի կվադրոբերների վերածված համակարգի մեջ մի երկու լուսավոր կետի մասին ենք խոսում։ Փաստ օրաթերթը գրում է. Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում առաջիկայում կարող է ներքին քննություն սկսվել ընտրական ցուցակի ձևավորման քվեարկության առաջին փուլի արդյունքների պատճառով։ Փաստի տեղեկություններով քննություն սկսելու առաջարկն արվել է, երբ մի շարք ԿՊԱ-ականներ, հատկապես պատգամավորներ, կասկած են հայտնել որոշ թեկնածուների ստացած տարօրինակ բարձր քվեների կապակցությամբ։ Մասնավորապես ԿՊԱ-ականներից շատերի համար զարմանալի է եղել Վայոց ձորի տարածքային կազմակերպությունում գրանցված պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ստացած ձայների թիվը։ Վերջինս ստացել էր 298 կողմ ձայն, առաջ անցնելով մի շարք հայտնի եւ ակտիվ պատգամավորներից, ու ոչ միայն պատգամավորներից, այլև ՔՊ-ի հնաբնակներից։ Թեև ինչպես մեր ԿՊԱ-ական աղբյուրն է նշում, կուսակցությունում չունի այն հեղինակությունը, որ այդքան շատ ձայներ ստանար։ Մեր ունեցած տեղեկություններով ՔՊ-ում խոսում են, որ գործել է բավականին ուշագրավ մի մեխանիզմ, մի շարք տարածքային կազմակերպություններ իրար հետ պայմանավորվել են ցուցակներով փոխանակվել, արդյունքում ՔՊ-ի մի շարք պատգամավորներ բավականին հետ են մնացել ցուցակում, իսկ տարածքային կառույցների մի շարք ներկայացուցիչներ հանգրվանել են բավական բարձր տեղերում, մասնակի դեպքերում ընդհուպ առաջին 50-յակում։ Օրինակ, բարձր քվեներ են ստացել Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանը, ՔՊ երիտասարդական կազմակերպությունից Արաքսիա Վարդանյանը, Վայոց ձորից Հայկ Ավագյանը եւ այլն։ Թեպետ ՔՊ-ում հակված են սուսուփուս անցնել այս երևույթի կողքով, բայց մեր տեղեկություններով ներքին պահանջ կա գտնել եւ պատժել դրա բոլոր մեղավորներին։ Ավելին, ոմանք նույնիսկ սպառնացել են անվանական հրապարակել կամ սլիվ անել կազմակերպիչների անունները։ Հրապարակ թերթը գրում է. պետական գերատեսչություններում չեն դադարում բողոքներն ու քննարկումները կապված պարգևավճարների տարեվերջյան սկանդալի հետ, ինչպես գրել էինք, պարգևավճարների երկրորդ սերիան է սպասվում, քանի որ պիլոտային ծրագիր կոչված այս ապօրինի նորամուծության շրջանակներում դեկտեմբերին բարձրաստիճան պաշտոնյաներին բաժանված միլիարդների հասնող պարգևավճարները 2025 թվականի առաջին կիսամյակի համար են տրվել։
Իսկ երկրորդ կիսամյակի փայլուն աշխատանքի շակերտների մեջ փայլուն աշխատանքի համար հասանելիք նույնքան շռայլ գումարները ըստ ամենայնի բաժանվելու են առաջիկայում։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հանրությանն է բզկտել, պառակտել, բաժանել նախկիններ, ներկաներ, նիկոլականներ, ընդդիմադիրներ, հայրենասերներ, անհայրենիք թե ճամբարների, այլև պետական ապարատի աշխատողներին է իրար դեմ հանել։ Այժմ պետական բյուջեից ծնվողների երկու բանակ է ձևավորվել՝ անբացատրելի բարձր վարձատրություն ստացողների վերնախավ խավ եւ ցածր վարձատրվողների ստորին խավ, որին ամբողջ ընթացիկ գործն անում է, բայց դրա դիմաց ղեկավարներից տասնապատիկ ցածր է ստանում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ԱԺՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ երկրորդ քրեական գործն է հարուցված եղել, նա կրկին կանգնել է դատարանի առաջ։ Օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը Ավետ Կոնջորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 տարի ժամկետով զրկված պայմաններում վարել է ավտոմեքենա։ Սա այն պայմաններում, երբ եղբայրը իշխող ՔՊ-ի կարկառուն դեմքերից է եւ անպատժելիությունը երաշխավորված է եղել։ Եվ այսպես օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Ավետ Արսենի Կոնջորյանը 2025 թվականի վարչական իրավախախտման գործով որոշմամբ 1 տարի ժամկետով զրկված է լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից եւ այդ մասին պատշաճ ծանուցված լինելով 2025 թվականի հոկտեմբերի 15-ին ժամը 14:15-ի սահմաններում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայում օրիգինալ ֆուդի մոտակայքում վարել է Mercedes Magnish 11 IM 110 հաշվառման պետհամարանիշի ավտոմեքենան, որի ընթացքում կանգնեցվել է տվյալ տարածքում ծառայություն իրականացնող Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից, ինչի կապակցությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն։ Հրապարակ թերթը գրում է. օրեր առաջ դադարեցվեցին ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները, քանի որ նրա նկատմամբ մեղադրական դատավճիռը մտավ ուժի մեջ։ Սա նշանակում է, որ բարձր դատարանում դատավորի թափուր տեղ կա։ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու հերթն այժմ նախագահինն է։ Տեղեկություններ կան, որ պետության թիվ 1 տուրիստն այդ պաշտոնում դիտարկում է իրավունքի Եվրոպա միավորում հասարակական կազմակերպության անդամ Տիգրան Եգորյանին, որի հետ ճանապարհ է անցել ՀԱԿ-ում եղած տարիներին։ Տիգրան Եգորյանն ու նրա կինը Լուսինե Հակոբյանը նաև այս իշխանությունների հետ սերտ կապեր ունեն։ Եգորյանը նաև Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ է։ Հրապարակ թերթը գրում է. իշխանական շրջանակներում մեծ ցնծություն է առաջացրել այն լուրը, որ իշխանությունն այլևս չի կարողանում գաղտնալսել իրենց Telegram եւ Signal կապերով խոսակցությունները։ Նախկինում գիտեին, որ իշխանությունը հայտնի Pegasus գաղտնալսող ծրագիր է ձեռք բերում, որպիսի տեղադրի քաղաքական հակառակորդների, լրագրողների, հայտնի հանրային գործիչների հեռախոսների մեջ եւ լսի։ Pegasus ծրագիրը որպես կանոն տրամադրվում է տվյալ երկրի իշխանություններին պետության անվտանգության նկատառումներով օգտագործելու նպատակով, սակայն երբ ծրագիրը վաճառողները պարզել են, որ Հայաստանի իշխանությունները այն բացառապես քաղաքական նկատառումներով են կիրառել, դադարեցրել են այդ ծրագրի վաճառքը եւ ՔՊԱ-ականները մեծ հրճվանք են ապրել։ Հիշեցնենք, որ այս ծրագրի միջոցով ամենաակտիվ գաղտնալսվողը հենց ՔՊԱ-ականներն են։ Նիկոլ Փաշինյանը ամենամեծ անվստահությունը ունի իր այսպես կոչված թիմակիցների նկատմամբ, որովհետև Փաշինյանն էլ հասկանում է, որ իր թիմակիցներից լավ որևէ մեկը չգիտի այն ավերի աստիճանը, որ ինքը բերել է, եւ գուցե լինեն մարդիկ, որոնք տեղեկությունների արտահոս կազմակերպեն կամ ինչ-որ փուլի որոշեն այլևս չմասնակցել դրան, ուստի ելնելով դրանից ավելի շատ հենց գաղտնալսվում են այդ մարդիկ։ Հրապարակ թերթը գրում է. ԿՊ-ում նախընտրական ցուցակի համար ներկուսակցական ընտրություններից հետո բազմաբևեռ խոսակցությունների ու դժգոհությունների պարարթող է ստեղծվել։ Բուռն քննարկումներ են հատկապես արտգործնախարար Արարատ Միրզոյանի անսպասելի բարձր ձայները, նա իր գրանցած ցուցանիշով ԿՊ-ում 4-րդն է Փաշինյանից, Սուրեն Պապիկյանից եւ Գևորգ Պապոյանից հետո։ Միրզոյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերվա հայտնի դեպքերից հետո, երբ դաժան ծեծի ենթարկվեց, կարծես կուսակցական ակտիվ գործունեությամբ չէր զբաղվում, իսկ վարչության վերջին ընտրություններին անգամ հայտ չներկայացրեց կուսակցության ղեկավար կազմում ընդգրկվելու համար։ Բացի այդ, ի պաշտոնե չի էլ ներգրավում իշխող ուժի ագրեսիվ քարոզչությանը։ Ուստի շատերի կարծիքով այս ինքնամեկուսացումը պետք է հետք թողներ Միրզոյանի եւ նրա վարկանիշի վրա, եւ շարքերը նրան պետք է իր տեղը ցույց տային, բայց տեղի ունեցավ հակառակը, ինչը կնշանակի, որ անգամ ՔՊ-ում են ընդունում ու գնահատում, որ շատ ագրեսիվ ապակուսակցական պահվածքը
ոչ շատ ագրեսիվ եւ ապակուսակցական պահվածք։ Եթե Փաշինյանի ձայները կապված են մի շարք հանգամանքների, նախ եւ առաջ Վախի գործոնի հետ, Պապոյանի ու Պապիկյանի հարցում դեր են խաղացել ԿՊ մարզային կառույցների հետ ակտիվ կապերը, ապա շարքային ԿՊ-ականների հետ կարելի ասել բացարձակապես կապ չունեցող Միրզոյանն իր ձայները ստացել է թերևս այն պատճառով, որ չեզոք է եւ հավասարակշիռ։ Մինչ անցնենք պոլիտիկայի մի հոդվածի, առաջարկում եմ գովազդային դադար եւ վերադառնանք։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին, առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին եւ այսպես մեր հոդվածը վերաբերվում է Վալերի Օսիպյանին առնչվող քրեական գործին, որը կապված է մարտի 1-ի հորինված այդ քրեական գործի հետ։ Ընթերցեմ հոդվածը, հետո քննարկենք։ Օրերս հայտնի դարձավ, որ 2008 թվականի մարտի 1-ի գործով մեղադրանքներ են ներկայացվել Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին եւ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ Այս լուրը հատկապես ուշագրավ է Փաշինյանի կառավարությունում այսպես կոչված հեղափոխությունից անմիջապես հետո ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Վալերի Օսիպյանի մասով։ Փաշինյանը կոնկրետ պատճառ ունի Օսիպյանի աչքը վախեցնելու։ 2018 թվականի իրադարձություններին ծանոթ մարդիկ լավ գիտեն, որ Օսիպյանը եղել է Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության միջև կապող օղակ։ Այդ մասին իր հարցազրույցներից մեկում բավական ուղիղ ասել է նաեւ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ Օսիպյանը մի քանի անգամ տարբեր շրջանակներում ասել է, թե 2018 թվականի իրադարձությունները բեմադրություն են եղել, իսկ Փաշինյանը եղել է Սերժ Սարգսյանի իշխանության գործակալը։ Օսիպյանը վստահեցրել է, որ մի օր պատմելու է իր իմացածը եւ բացելու է այս ֆարսը։ Այս խոսակցությունները ըստ մեր տեղեկությունների հասել են Նիկոլ Փաշինյանի ականջին եւ նա որոշել է դիմել կանխիչ գործողությունների։ Օսիպյանին այժմ մեղադրանք է առաջադրվել եւ չի բացառում, որ առաջիկայում նոր մեղադրանքներ եւս առաջադրվեն։ Այդ մեղադրանքները կարող են դառնալ մահակ Օսիպյանի գլխին, խոսելու ցանկությունը զսպելու համար։ Իսկ եթե նա չհասկանա, թե ինչու են մեղադրանք առաջադրել, ապա ըստ նույն աղբյուրների կարող է շատ արագ հայտնվել կալանքի տակ։ Եթե հիշում եք, այդ հեղափոխություն կոչվածի օրերին էլ քննարկվում էր, հատկապես այն կադրերը, երբ Նիկոլ Փաշինյանը մոտենալով Վալերի Օսիպյանին ինչ որ թուղթ է փոխանցում Վալերի Օսիպյանի հետևը կանգնած իր օգնականներից մեկին։ Եվ այո, ըստ էության հաստատված են այն լուրերը, որ նա եղել է իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի կապավորը, եւ քանի որ կապավոր է, դա նշանակում է շատ տեղեկությունների հետ իրապետում, դրանով էր բացատրվում նաև իր ոստիկանապետ նշանակվելու հանգամանքը, եւ հիմա երբ Օսիպյանը տարբեր տեղեր խոսել է ըստ էության այդ իրադարձությունների մասին, Փաշինյանը հատկապես նախընտրական փուլում վախենում է նման խոսակցություններից, վախենում է, որ ժողովուրդը ամբողջությամբ կհասկանա, որ ինքը ոչ թե նախկիններին մերժողն է, այլ նախկինների շարունակությունն էր, որ ինքը նախորդ իշխանության քաղաքականության շարունակողն էր, բայց ժողովրդի անունից։ Այսինքն, եթե այն ժամանակ Սերժ Սարգսյանի իշխանությունը գնար նման լուծումների, չակերտների մեջ լուծումների Արցախի վերաբերյալ, ապա նրանց ժողովրդի խոսքով ասած փիդրահան կանեին, բերեցին մեկին, որին ասեն, այս մեկին դու ես ընտրել, սիրելի ժողովուրդ, ինք հիմա քո անունից կուտի այն բոլոր բողկերը, որ մենք պիտի ուտեինք։ Իհարկե, ծրագիրը որոշակի փոփոխությունների է իհարկե ենթարկվել ընթացքում, Փաշինյանը մի փոքր ավելի շատ բողկ կերավ, երևի սիրտը արդեն շատ էր հավանել, մյուս կողմն էլ հասկացավ, որ այդ բողկերի տակից չի կարող դուրս գալ, ուստիև Օսիպյանը այո իրականում բավական վտանգավոր տեղեկությունների է տիրապետում։ Ես կարծում եմ պետք է ուշադիր լինել նաև Օսիպյանի անվտանգության նկատմամբ, եթե Օսիպյանի որևէ բան պատահի, վստահ եմ, մենք առիթ կունենանք կասկածելու, որ դրա հետ կարող են կապ ունենալ այս իշխանությունները։ Այսօր այսքանն ենք նախատեսել օրվա մամուլի հրապարակումներից, կհանդիպենք վաղը։